Ամբողջ աշխարհում մայիս ամիսը ի պատիվ այս հիվանդության ուրեմն գենի հայտնաբերման 1965 թվականից հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի ամիս։ Նախ ինչ է իրենից ներկայացնում այս հիվանդությունը։ Այս հիվանդությունը հիմնականում մաշկի գույն արտադրող պիգմենտների, մելանոցիտների ուռուցքային process է, որը հիմնականում հասկանալի է, որ տեղակայված է մաշկում, բայց այդ բջիջները կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթներին, բերանի խոռոչի մասնավորապես քիթմպանի, ուրեմն միզասեռական համակարգում կարող է լինել, հատկապես արգանդում, կարող է լինել բարակ աղիներում, մասնավորապես նաև ուղիղ աղիքում, աչքում, ամենակարևորը աչքի ցանցաթաղանթում, բբում, այսինքն սա բավականին տհաճ, մեծ մասամբ առանց կլինիկական նշանների ընթացքի ծանր հիվանդություն է եւ վաղ ախտորոշման դեպքում բարեբախտաբար կարող ենք հասնել լիակատար առողջացման։ Չեն որ չարագործությունների շրջանակում ուրեմն մելանոմա վտանգ խալերը կազմում են մոտավորապես ուռուցքային process-ների 1%-ը, առաջի տեղը գրավում են բազալ բջջային, երկրորդ տափակ բջջային, երրորդը մելանոմա վտանգ, բայց այդ 1%-ը ամենավտանգավորն են չարագործությունների մեջ, որովհետև մենք գիտենք, որ մելանոմայի մետաստավորման, մետաստազների առաջացման հավանականությունը ամենաբարձրն է եւ նա շատ արագ սլացիկ կարող է ընթացք ունենալ։ Առաջին նշանները ընդհանրապես գոյություն ունի ուրեմն ալգորիթմ ABCDE, որը ան նշանակում է ուրեմն ասիմետրիա, խալի սիմետրիան, նայում եք մի կողմը տարբերվում է մյուս կողմից, թե ոչ, եւ տարբերության դեպքում, եթե տեսնում ես խալը ինչ-որ ձևի մի հատվածը տարբերվում է մյուս հատվածից, պետք է անհապաղ դիմել կամ մաշկաբանի կամ ուռուցքաբանի։ Երկրորդը գունային առումով, ձևի առումով։ Չէ, ուղղակի ձևի առումով, խալի տեսակը որպես մի կողմը տարբեր է, սիմետրիան ոնց որ պահպանված չէ, երկրորդը բեն դա border-ն է, դա եզրերի համաչափությունն է, եթե եզրերը, ոնց որ ասած կողերը, սահմանները անհամաչափ են իրար նկատմամբ, նորից պետք է անհապաղ դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի, C-ն դա color, գույնն է, ձեր ասած, որ եթե տեսնում ես գույնային տարբեր երանգներ են առաջանում նորագոյացության հատվածում, մակերեսին անպայման պետք է դիմել մաշկաբանի, D-ն դիամետր, մենք գիտենք, որ 6 մմ-ից փոքր համարվում են բարոյրագոյացություններ, սակայն երբ որ խալը մեծանում է 6 մմ-ից բարձր, նորից պետք է դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի եւ վերջում yen evolving դա մնացած տարբերակիչ ցուցանիշներն են, օրինակ խալը կարող է հանկարծակի թեփոտել, խալը կարող է փոքրանալ, խալը կարող է վերանալ ընդհանրապես, խալի վրա առաջացած մազերը, որ լինում են, կարող են ընկնել, եւ այդ ժամանակ է կամ քոր գալ խալը, որ շատ հաճախ չի հանդիպում, պետք է դիմել անհապաղ մաշկաբանի կամ ուռուցքաբանի։ Մոտակա ամիսների ընթացքում այ մեր ազգաբնակչությունը կմեկնեն արձակուրդների, կմեկնեն ծովափնյա երկրներ, ուրեմն մի շատ կարևոր հանգամանք կա, որ ժամը 10-ից մինչև 16:00 ընկած ժամանակահատվածում ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենամեծ դոզավորումն է եւ ուղղակի ազդեցությունը մաշկի մելանոցիտների վրա անհամեմատ ավելի բարձր է։ Դրա համար կոչ եմ անում այդ ժամանակահատվածում հնարավորինս զերծ մնալ ծովում հենց գտնվելիս կամ այդ ընթացքում պետք է ուրեմն անպայման գլխարկներ, ակնոցներ, արևապաշտպան ունենալ ուրեմն հագուստ, բացի դրանից ուրեմն շատ կարևոր նշանակություն ունի արևապաշտպան մածուկների, մի շարք կրեմների ազդեցություն այդ օգտագործումը, կիրառումը, որոնք անմիջապես հնարավորինս թույլատնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցություն, ուղղակի ազդեցությունը, բայց դա չի նշանակում, որ մածուկը օգտագործելուց անմիջապես հետո պետք է տվյալ ժամերին հնարավորինս երկար գտնվել ուրեմն այդ վայրերում։ Նշեմ, որ ռիսկի գործոն է համարվում նաև ֆենոտիպը, այսինքն բաց գունավորում ունեցող մարդիկ, այսպես ասենք,
բաց մազեր, բաց մաշկ, բաց ուրեմն աչքեր ունեցողները ավելի են վտանգված այս չարաբաստիկ հիվանդությունով տառապելուց։ Տարիքային ֆակտորը շատ մեծ նշանակություն ունի։ 50-ից բարձր տարիքի մարդիկ անհամեմատ ավելի խոցելի են այս դեպքում։ Սա պայմանավորված է հիմնականում իմունիտետի իջեցումով եւ հատկապես գտնում են, որ մելանոմայի աճի գագաթնակետը դա հիմնականում 65-ից 80 տարեկան հասակի ուրեմն մարդիկ են, նշեմ, որ կանանց շրջանում մի փոքր ավելի շատ է տարածվածությունը եւ հիմնական, այսպես ասեմ, զոնաները դրանք սրունքների շրջանում է շատ նկատվում կանանց մոտ, իսկ տղամարդկանց մոտ ավելի շատ մեջքի շրջանում։